Բարև ձեզ, ես Ռուբենն եմ, Հովսեփյան, այսօր ես ավարտել եմ Սպիտակ Ժանի գիրքը, շատ հետաքրքիր գիրք էր, գայլերի մասին էր, մի քիչ պատմեմ ինչի մասին էր։ Գիրքը նկարազարդ չէ, 5 մասանի է, բայց շատ հետաքրքիր գիրք է։ Մի քիչ պատմեմ, թե ինչի մասին է։ Գրողը Ջեք Լոնդոնն է, Սպիտակ Ժանի գիրքն է։ Մի քիչ պատմեմ հիմա, ինչ է կատարվում այս գրքի մեջ։ Լինում է երկու մարդ, ունենում են շներ, ձմեռ է լինում են խորը անտառներում, հյուսիսային անտառներում, այնտեղ շատ ցուրտ է լինում և սահնակներով են սահելիս լինում, շներին կապած է լինում թրերով սահնակը և այդպես քշում են ձների վրայով, ամեն անգամ երբ կանգնում են, խարույկ են վառում ու այդտեղ էլ հենց քնում են, մարդիկ տեսան, որ ամեն գիշեր մի շուն է պակասում, նրանք հաշվեցին, ասեցին, երևի ինձ է թվացել, բայց մեկ անգամ էլ երբ որ հաշվեցին շներին, հասկացան, որ մի շուն պակասել է։ Նրանք ուզեցին հասկանալ ինչի համար է պակասել կամ ով է կերել շանը։ Եվ պարզեցին, որ մի էգգայլ ամեն գիշեր, երբ իրանք քնում են, գալիս է ծուզուփուս մի քնած շան վերցնում, տանում է թփուտների մեջ և հանգիստ ուտում։ Պարզեցին, որ վարժեցված գայլ է եղել ու շատ խելացի եղել։ Փորձեցին ինչ-որ մի ձև թակարդի մեջ գցել, բայց չստացվեց, քանի որ շատ խելացի էր։ Էգգայլը առավոտյան երևաց հորիզոնին և շներից մեկը գնաց նրա մոտ, որովհետև էգը իրեն ցույց էր տալի և շանը դա շատ դուր էր գալիս։ Մի մարդ հրացան վերցրեց և 3 փամփուշտ ու գնաց ու քանի որ շունը վազում էր, մարդն էր աշխատում էր շատ արագ գնալ այդ հաստ ձների միջով։ Իսկ այն մյուս մարդը մնաց խարույկի մոտ ու ռիսկ չարեց գնալ գայլի հետ գոդեմարտի, եթե իհարկե այդպես բան կատարվեր։ Այդ գայլը շանը տանում էր թփուտների մեջ, որպեսզի իրան կարողանա ուտել, հաջողվեց ուտելը, բայց մարդուն չհաջողվեց հրացանով վնաս հասցնել այդ գայլին։ Շուտով գայլերի մի ոհմակ հարձակվեց մյուս խարույկի մոտ նստած մարդու վրա։ Այդ մարդը, քանի որ շատ հաստ ձեռնոցներ և շատ հաստ բաճկոն, մտավ խարույկի մեջ, որպեսզի չվնասեն իրեն, ուրիշ պաշտպանելու ոչ մի ձև չուներ։ Հրացանը չէր կարող վերցնել, որովհետև շատ հեռու էր, համ էլ փամփուշտներ չկային և ոչ մի դեպքում չէր համաձայնվի փամփուշտ վերցնել ու հրացանով կրակել։ Մտավ արագ խարույկի մեջ և քանի որ նրա քունը շատ էր տանում, նա մի կերպ դիմադրում էր գայլերին։ Խարույկի այդ փոքրիկ հուրհրեղեն կտորները ընկնում էին գայլերի վրա և գայլերը հետ էին մղվում։ Բայց մի գայլ որոշեց թռնել մարդու ձեռքը կծելու համար, բայց քանի որ մարդը շատ հմուտ մարդ էր, նա գցեց գայլին կրակի մեջ և մի փոքր վնասեց գայլին։ Ոհմակը չդիմացավ և հեռացավ։ Այդ պահին նա քուն մտավ և լսեց մի գայլերի ոհմակ երազում, որ գալիս են իր վրա ու ուզում են հարձակվել ու հանկարծ լսեց գայլերի ոռնոցներ։ Եվ հասկացավ, որ դա իրականում է գայլերի մի ուրիշ ավելի մեծ ոհմակ հարձակվում է այդ մարդու վրա և արդեն կարողանում գայլերի ոհմակին հաջողվում է սպանել այդ մարդուն։ Ու հեռանում են, մյուսը չեն հետում։ Հետո մի ուրիշ մարդիկ են գալիս և դնում են թագավի մեջ ու փորում հողի տակ։ Հետո էգգայլը գնում է անտառ և հանդիպում է ոհմակի հետ։ Այնտեղ էգգայլներ, ոհմակի առաջնորդն էր և փոքր-մեծ գայլերն էին։ Հիմնականում երիտասարդ գայլեր էին և շատ աշխույժ էին, բայց ոհմակի առաջնորդը շատ ծեր էր։ Էգգայլը անընդհատ բզում էր ոհմակի առաջնորդին, բզում էր, ուզում էր կծել, ուսն էր կծում ու սով էր, ոչ մի ուտելիք չէին գտնում, որպեսզի ուտեն։ Հանկարծ ճանապարհին մի այծ եղջյուրի հանդիպեցին
ու մեծ սիրով ամբողջ ոհմակով բռնեցին նրան ու կերան։ Այդպես սովը ավարտվեց։ Մի երկու արու կային, ովքեր էգի համար կռվում էին։ Էգը նստում էր ձյան վրա ու նայում էր, թե երկու արուները ինչպես են կռվում։ Մի արուն ավելի ծեր էր, քան մյուսը։ Նաև ասեմ, որ մյուս արուն սպիտակ ժանիքի հայրն էր։ Նրանք կռվեցին իրար հետ ու հաղթեց սպիտակ ժանիքի հայրը և արուն ու էգը գնացին զույգ կազմեցին և գնացին անտառներ ապաստարան գտնելու համար և որպեսզի ձագեր հանեն։ Ոմանք գնացին լճերի մոտ, ոմանք գնացին հանկարծակի ինչ-որ տեղ գտնելու համար։ Սպիտակ ժանիքի հայրը և մայրը գնացին մի շատ հարմար տեղ գտան, քարանձավ էր, ջրի մոտ էր և այդտեղ հայրը միշտ որս էր բերում, մայրը ուտում էր և հանեց 4-ից 5 ձագ։ Սպիտակ ժանիքը տարբերվում էր բոլոր եղբայրներից իր մեծությամբ ու չարաճճիությամբ։ Նա դեռ նոր էր լույս աշխարհ եկել և մենակ այդ 3 պատն էր տեսել սերմբույնի և ուզում էր հասկանալ, թե ինչ սպիտակ դուռ է այնտեղ։ Մայրը սակայն չէր թողնում, որպեսզի դռնից այն կողմ գնար, որպեսզի վտանգավոր կարող էր լինել։ Հայրը մի երկու անգամ գնաց որսի եկավ, սակայն մի օր երբ գնաց որսի, հայրը չվերադարձավ և մայրը կարծեց, թե հորն էլ այնտեղ ինչ-որ վնաս է պատահել ու չի կարողացել վերադառնալ իրենց ապաստարան, քարանձավ։ Երբ մայրն էր գնում որսի, պահում էր իրենց ձագերին մի անկյունում և աշխատում էր փակել իրենց, որպեսզի չգնան դռնից դուրս։ Սակայն մի օր սպիտակ ժանիքը իր եղբայրների հետ որոշեց գնալ այդ սպիտակ դուռը։ Նա մի մշուշոտ տեղ պատկերացրեց և երբ որ անցավ այդ տեղը, առաջին անգամ տեսավ խոտ, ծառեր, ջուր, ջրվեժ և այլն։ Մի լուսայն հայտնվեց, երբ ուզում էր սպիտակ ժանիքին ատամների մեջ բռնել ու ուտել, այդտեղ արագ հասցրեց մայրը հասնել ու փրկել բոլոր ձագերին։ Հետո երբ դարձավ 1-ից 2 տարեկան, արդեն նոր մտավ ջուրը։ Նա չէր հասկանում, որ դա ջուր է և սովորական քրելով մտավ։ Նա սակայն համարյա խեղդվում էր և այնտեղ ջրվեժով ընկավ ներքև ու հասավ ինչ-որ մի ցամաքի։ Մայրը նրան հասավ օգնության։ Երբ որ արդեն 4-5 տարեկան էր, արդեն ինքնուրույն էր գնում ջուր խմելու և արդեն մորից որսի որոշ դասեր քաղել էր, ինքն էր գնում մեկ-մեկ որսի։ Առաջին անգամ գնաց որսի ու մի փոքրիկ ծտի բռնեց, սակայն լուսանի հետ գոտեմարտում մայրը էլի հասցրեց փրկել սպիտակ ժանիքին ու իր եղբայրների հետ և մայրը և սպիտակ ժանիքը վայելեցին լուսանի հավեղ միսը, որը սպիտակ ժանիքը դեռ չէր փորձել։ Հիմա գալիս է գրքի ամենահետաքրքիր մասը։ Մի օր սպիտակ ժանիքը գնում է ջուր խմելու և լսում է մարդկային ձայներ։ Սպիտակ ժանիքի պապերը և ապուպապերը ասում են իրեն, որ նրան հայրն է պատմել, որ մարդկանց գալերը անվանում են աստվածներ, իրենց համար մարդիկ աստվածներ են։ Հնդկացի ցեղերը տեսան այդ գայլին և մեծ սիրով կապեցին ցանկապատից և որոշեցին արդյոք մենք կարող ենք սրան կերակրել և ընտելացնել մեր կյանքին, թե ոչ։ Սակայն որոշեցին, որ այո, և այդտեղից նրա անունը դրեցին սպիտակ ժանիք։ Մինչև այդ անուն չուներ։ Հետո մորն էլ կապեցին այդտեղ և պահում էին խրճիթներում, որտեղ տաք խարույկներ էին վառում ու հանգստանում էին։ Արդեն այդ տաքը սպիտակ ժանիքը սովորել էր։ Ու երբ որ գնում էր անտառներ, որպեսզի մի որս անի, երբ որ սոված էր, չէր կարողանում, որտեղ մրսում էր։ Նրան շատ լավ կերակրում էին, բայց մեկ-մեկ երբ որ չարություններ էր անում մտրակով, 15 անգամ խփում էին նրա մեջքին ու շատ ցավոտ էր լինում։ Առաջին մի քանի անգամը նրան շատ ցավոտ էր, իսկ երբ որ արդեն սկսեցին ավելի շատ խփել, արդեն սովորական բան էր դարձել։
Հնդկացի այդ ցեղերը նաև պահում են մեծ շներ ու եւս մի քանի գայլ։ Այդ գայլերը չեն սիրում սպիտակ ժանիքին, որովհետև հնդկացի աստվածները սպիտակ ժանիքի համար աստվածները ավելի շատ էին սիրում սպիտակ ժանիքին, ուտելացնում, դաստիարակում էին, իսկ նրանց ոչ։ Երբ որ սպիտակ ժանիքի շրջում էր առանց մոր, նրանք կարող էին հարձակվել եւ մի վնաս հասցնել նրան։ Սակայն մի օր սպիտակ ժանիքը որոշեց, որ ես չեմ ուզում այլ ապրել այս կյանքով, ուզում եմ հեռանալ այստեղից։ Հնդկացի ցեղերը հավաքվում էին, որպեսզի մի ուրիշ ապաստարան գտնեն։ Սպիտակ ժանիքը այդ պահին կարողացավ թաքուն անցնել ցանկապատները ու գնաց անտառ։ Մրսում էր, կուչ էր եկել մի թփուտի տակ ու որս էր գալիս, բայց չէր գտնում։ Վազում էր, լճերի կողքով էր անցնում, անտառների եւ բուքը ավելի էր շատանում։ Հանկարծ երբ 3 օր սովի մեջ էր, լսեց հնդկացի ցեղերի ձայնը ու հնդկացիները սպիտակ ժանիքին շատ մեծ պատվով նորից հյուրընկալեցին իրենց խրճիթները եւ կերակրեցին մի մեծ ձկով։ Սակայն հնդկացի ցեղերի մոտ եկավ սով, որովհետև վերջացավ նրանց ձկները ու պաշարը։ Բարեբախտաբար սպիտակ ժանիքը գիտեր այդ մի լիճ, որտեղ շատ ձկներ կան։ Երբ իրենց աստվածներին բերեց, որպեսզի ձկներ կարողանան բռնել, նրանք նորից ունեցան ուտելիքի պաշար եւ սովը ավարտվեց։ Սակայն մի օր սպիտակ ժանիքը հաստատ որոշեց, որ արդեն ուզում է ուղևորվել հեռու մի տեղ։ Նա հասավ մի ուրիշ հյուսիսից, գնաց կարելի ասել հարավ, շատ երկար ճանապարհ կտրեց ու հասավ մի տեղ, որտեղ հանդիպեց իր ուրիշ մի մարդու ու հանկարծակի նրան թվաց, որ նա ուզում է իրեն վնաս տալ։ Եվ հարձակվելով մարդու վրա, մարդը գայլի վնասեց, գայլը մարդուն։ Այնտեղ նաև ապրում էին նաև մի ուրիշ հնդկացիներ եւ շատ լավ կարողացան ճանաչել սպիտակ ժանիքին եւ հնդկացի իր աստվածները, հնդկացի ցեղերի սպիտակ ժանիքի աստվածները իմացան, որ սպիտակ ժանիքը վնասվել է, միանգամից եկան այդտեղ դեպքի վայր։ Եվ մի հնդկացի աստված ասաց բժշկին, որ ինչքան գումար հարկավոր է ես կտամ, բայց խնդրում եմ բուժեք այս գայլին, նա արժանի է դրան։ Նրան ուղարկեցին Նյու Յորք եւ այնտեղ բուժեցին կոտրված ոտքի ոսկորը։ Մի քանի ամիս չէր կարողանում ընդհանրապես քայլել, մկանները թուլացել էին, բայց սակայն մի քանի ամիս եւս երբ որ անցավ, սպիտակ ժանիքը նորից կարողացավ քայլել ու վազել։ Հանդիպեց մի էգ գայլի, սիրահարվեց նրան եւ արդյունքում դարձավ հայր ու ծնեց փոքրիկ գայլեր։ Այսպես ավարտվեց այս գիրքը, շատ դաժան, բայց շատ հետաքրքիր ավարտ ունեցավ այս գեղեցիկ գիրքը։ Շատ է դուր եկել, խորհուրդ եմ տալիս, անպայման կարդացեք։ Ստեսություն։